Վարորդական գործնական քննությունը շատերի համար ամենալարված փուլն է։ Մեկ սխալ և քննությունը կարող է ավարտվել անհաջող։ Հիմա գործընթացը վերահսկվում է ոչ միայն տեսուչի, այլև տեսախցիկների միջոցով։ Վարորդական գործնական քննության ավտոմեքենաներում տեղադրվել են նոր տեսաձայնագրվող սարքեր, որոնք պատասխանատուների խոսքով կօգնեն նվազեցնել վիճելի դեպքերը։ Այնքանով է արդիական մեր տեսախցիկը, որ քաղաքացին ինքը հետո որ ուզենա, տեսնի իր կատարած գործողությունները եւ ավելորդ անգամ հարցեր չառաջանի իրեն մոտ, կարող է դա այդպես էր եղել կամ այդպես չէր եղել։ Նոր սարքերը ֆիքսում են ամբողջ ընթացքը մեքենայի ներսում եւ դրսում, ինչը հնարավորություն է տալիս ավելի թափանցիկ դարձնել գնահատման գործընթացը։ Հաճախ վարորդական վկայական ստանալու համար մեր ապագա վարորդները ստիպված են լինում մի քանի անգամ հանձնել գործնական քննություն։ Հետաքրքիր է, ինչ սխալներ են նրանք հաճախ անում։ Տեսուչի խոսքով թեկնածուների մեծ մասը քննությունը ձախողում է ոչ թե մեքենա վարել չիմանալու, այլև սթրեսի եւ աննշան սխալների պատճառով։ Հիմնական խախտումները իրենց շրջադարձերի մասով է լինում, հետադարձերի մասով է լինում, որը որ կարա շփոթմունք առաջացնի վարորդի թեկնածուի մոտ, շրջադարձի ցուցումը կատարի հետադարձի ցուցում եւ նախապատրաստվել երթևեկությանը, որը որ առօրյայում վարորդները չեն կիրառում, բայց քննության ժամանակ պարտադիր պայման է, որ մեքենայի թափքը ստուգեն, մեքենայի անիվները, հեղիուսները, մատորի շարժիչի յուղը, ջուրը, այնտեղ կայանման հեղուկները եւ նմանատիպ լիքը գործողություններ կան, որ պետք է վարորդի թեկնածուն կատարին, որ սկսի քննություն կատարելը։ Ժաննան գործնական քննությունը հանձնելիս ստացել է բացասական գնահատական, սակայն որոշել է ուսումնասիրել օրենքն ու բողոքարկել ստացած արդյունքները։ Արմալուրի հետ զրույցում վերհիշում է իր պատմությունը։ Վարորդական վկայականի գործնական քննությունս հանձնել եմ ապրիլ ամսին եւ վարման ընթացքը ավարտելուց հետո տեսուչն ասաց, որ կտրվում եմ քննությունից։ Այդ պահին ինձ համար շատ անակնկալ եղավ այդ պատասխանը, քանի որ պրոցեսի ընթացքում անդադ դրական կարծիքներ էի ստացել տեսուչից, բայց լսեցի ու տուն գնացի։ Տուն գնալուց հետո կարդացի կառավարության ամբողջ որոշումը վարորդական վկայականի քննության հետ կապված ու հասկացա, որ ըստ էության իմ քննությունից կտրվելը տեսուչի սուբյեկտիվ կարծիքի հիման վրա է, ոչ թե որոշման, ու որոշեցի, որ կսկսեմ բողոքարկման պրոցես։ Ըստ Ժաննայի բողոքարկման ամբողջ ընթացքում միայն հիմք է ծառայել իր եւ տեսուչի խոսքը, քանի որ այլապացույցներ չեն եղել։ Ներկայացրեցի իմ գրավոր դիմումը, որի հիման վրա խնդրում էի բողոքարկել իմ քննության արդյունքները։ Մոտ 20 օր տևած ինտենսիվ աշխատանքներից հետո ըստ էության վերջում կատարվեց դրական եզրակացություն, որը շատ զարմանալի էր, քանի որ ես չունեի ոչ ապացույց, ոչ տեսաձայնագրություն, ոչ վկաներ ու ամբողջ պրոցեսը տեղի ունեցավ իմ եւ տեսուչի անկեղծ խոսքերի հիման վրա։ Տեսաձայնագրումը նման դեպքերը բացառելու համար է։ Շատ կարևոր եմ համարում, որ յուրաքանչյուր անձ, որ գնում է քննության, չլսի այն բոլոր զրույցները, որ առաջին անգամից հնարավոր չի քննությունը դրական ելքով ավարտել, որովհետև հնարավոր է ա, եթե դուք լավ եք վարում, եւ բ, եթե դուք գիտեք օրենքը։ Տեսախցիկներն արդեն վարորդական գործնական քննության մեքենաներում են։ Շողեղլի ջան, Կարապետ Կարապետյան, Բեն Անտոնյան, Արմալուր։